Բարի երեկո, եթերում է ABC լուրերի գլխավոր թողարկումը, ես Գառնի Ութաֆյանն եմ և հիմա կներկայացնեմ օրվա գլխավոր իրադարձությունները Հայաստանից ու աշխարհից։ Վանդալիզմ, խաղաղասերի իրական երեսն ու ձեռագիրը, ինչ է անում Ադրբեջանն օկուպացված Արցախում։ Որն է հերոսի ու հերոսականության իրական սահմանումը, ով է հերոսը, հարկատուն, թե հայրենիքի գոյության գաղափարի համար կյանքը նվիրաբերած մարդը, հերոսն ու հերոսականությունը կրթության մեջ, թեման փորձագետներն են քննարկել։ Ընդդիմությունն ազգային ժողովում, իշխանությունն ազգային ժողովի օթյակում, միջազգային հանրությունը աշխատասենյակներում, քաղբանտարկյալներն էլ բանտերում, ազգային ժողովում ընդդիմությունը լսումներ է հրավիրել։ Բանավեճի հրավեր, նախկինների մեղավորություն ու սխալներ և հաղթելու բանաձև, ինչ է առաջարկում միասնության թևեր նախաձեռնությունը։ Երևանում շնչելը վտանգավոր է առողջության համար, օրենքը կա, ով է վերահսկում, որ օղակում է բաց թողումը։ Իրանը դիտարկում է Նախիջևանով անցնող երկաթուղով բեռնափոխադրման հնարավորությունը, հայտարարել է Իրանի երկաթուղիների ղեկավար Ջաբալ Ալի Զաքերին։ Նրա խոսքով բանակցել են ԱՊՀ երկաթուղային տրանսպորտի խորհրդի 83-րդ նիստի շրջանակում Հայաստանի երկաթուղիների օպերատոր Հարավկովկասյան երկաթուղիների ներկայացուցիչների հետ։ Նույն նիստի շրջանակում Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևն էլ հայտարարել է, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի շինարարությունն ակտիվորեն ընթացքի մեջ է։ Նրա խոսքով երկաթուղու այն հատվածը, որը տանում է դեպի Հայաստանի հետ սահմանին գտնվող Աղբենդի տարածք, կավարտվի 2026-ին։ Նախարարը շեշտել է, որ Ադրբեջանը միաժամանակ աշխատում է Նախիջևանով անցնող երկաթուղու 200 կիլոմետրանոց հատվածի շինարարության վրա։ Ճանապարհները կառուցվում են, հարաբերությունները կարծես կարգավորվում, փոխադարձ այցեր են Երևան ու Բաքու, խաղաղության մասին փաստաթուղթն նախաստորագրված է։ Առաջին հայացքից խաղաղությունը կարծես դառնում է ավելի շոշափելի, սակայն բոլոր պատկերացումները, քիչ թե շատ գործնական քայլերը կամ դրած իմիտացիան հոդս է ցնդում այն պահին, երբ տեսնում ենք մեր հայրենակիցների կեղծ գործերի դատական նիստերն ու օկուպացված Արցախում ադրբեջանական գործողությունները։ Բայց Ալեն Սիմոնյանը համոզված է, որ գերիների թիվն ինչ-որ պահի հասնելու է 0-ի, վերադառնալու են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները։ Ազգային ժողովի նախագահը պատրաստվում է մեկնել Բաքու, սպասում է հարմար պահի, իսկ խաղաղությունն ու առևտուրն Ադրբեջանի հետ լինելու է, հայտարարել է Սիմոնյանը։ Բոլոր սահմանները բաց է լինել, ես նորից եմ ձեզ ասում, մենք իրար հետ առևտուր ենք անելու ու արել ենք ու անելու ենք, նույնիսկ Ղարաբաղում են այդ առևտուրը արել, ինչ-որ ժամանակահատվածում վերջում, այդ առևտուրը լինելու է, ուզում եք ուզեք, ուզում եք մի ուզեք, ուզում եք հիմա հայրենասերության պատրվակի տակ ասեք, որ տենց բան չի լինելու է, անելու ենք ու խաղաղ ենք ապրելու իրար հետ։ Իսկ Ադրբեջանում էլ են այդպես մտածում։ Բաքվի քաղաքականությունը միտված է արդյոք խաղաղությանը կամ որն է Ադրբեջանի խաղաղության մասին պատկերացումը։ Գերիներից, ատելության խոսքից, ոչ լեգիտիմ պահանջներից, օկուպացված Արցախից ու Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից զատ Ադրբեջանն Արցախի բնակավայրերից վերացնում է հայկական հետքը, փոխում ու ադրբեջանականացնում է դրանց հայկականության դիմագիծը։ Հերթը հասավ Ստեփանակերտի հայտնի Տատիկ Պապիկի արձանին, թեմային Անյա Բաղյանն է անդրադարձել։ Տատիկ Պապիկը, Դեդոն Բաբոն կամ Մամիկ Պապիկը։ Արցախում ապրելու տարիներին հաճախ մենք ենք մեր սարերն արձանի շուրջը հավաքվում։ Լանջին հազիվ նշմարվող կանաչ խոտերին ծածկոց էինք փռում ու նստում ժամերով, խոսում, պարբերաբար նայում արձանին ու ուրախանում իր մերը լինելով։ Պատերազմից ու Արցախի բռնագաղթից հետո խոր հոգոցն ու լուսանկարներն են մնացել հակարից այս կողմ։ Այն կողմում Տատիկ Պապիկն են, Դեդոն Բաբոն կամ Մամիկն ու Պապիկը, որ պղծելու գործին է անցել Բաքուն։ Ազգությամբ թալիշ ադրբեջանցի լրագրող Ռահիմ Շալիևն է տեսանյութը հրապարակել։ Լրագրողի հրապարակման մեկնաբանությունում մեկ ուրիշ օգտատեր տեսանյութ է հրապարակել, որում հուշարձանի տարբեր մասերում ևս երևում են ադրբեջաներենով արված փորագրումներն ու գրառումները։ Գեղարդ հիմնադրամն է հայտնել։
Հերթն այս հուշարձանին է հասել, որի հետ Ադրբեջանը դեռ չգիտի ինչպես վարվել, կարծում է պատմաբան Արմեն Սարգսյանը։ Վերջին քննարկումը Ադրբեջանի այն է եղել, որ փորձեն պահել մենք ենք մեր սարերը այդ հուշարձանը, հաշվի առնելով, որ իբր այդ հուշարձանը հենվելով նրա վրա, որ այդ հուշարձանը 69 թվականին է սարքվել, եւ դա սարքվել այն ժամանակ, երբ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ կար։ Այսինքն Բաքուն ուզում է ցույց տալ, թե իբր իր պետության սիմվոլն է եւ չի քանդում այն։ Մինչդեռ 1967 թվականին Սարգիս Բաղդասարյանի նախագծով կառուցված հուշարձանն Արցախի հայկականության ու հազարամյակներ այնտեղ ապրելու խորհրդանիշն է։ Պատմաբան Սարգսյանը հիշեցնում է բացման ժամանակ Բաղդասարյանի պատասխանը, երբ հարցրել են, որտեղ է տատիկ պապիկի ոտքերը, ինչու են նրանք գետնին կիսատ քանդակված։ Ասել է, որ ոտքերը շատ խորը թաղված են հողի մեջ։ Տատիկ ու պապիկը ղարաբաղցիների ասած կամ մենք ենք մեր սարերը հուշարձանը խոր ու արժեքային համակարգ ունի։ Դա սիմվոլիկ մի արժեք է, որը մատնանշում է ոչ միայն տատիկին ու պապիկին, այլ մեր նախնիներին։ Մենք ենք մեր սարերը հուշակոթողի հետ Բաքուն վարվում է այնպես, ինչպես Արցախի 1000-ից ավելի հուշարձանների հետ։ Քանդում են, աղվանական կոչում, գերեզմաններ նավիրում, դրանց վրա կեղծ պատմություն գրում։ Կարծելով, որ դա արդեն վերջնականապես իրենց տարածքն է, որոշում են որպես նոր իրենց համար նոր պատմություն կերտել, այսինքն փորձում են հայկականությունը, հայացիությունը վերացնել, հայացի կերպարը վերացնել։ Արցախում 5000-ից ավելի հայկական հուշակոթողներ են մնացել Ադրբեջանի վերահսկողության տակ։ Պայթեցրել են Շուշիի, Հադրութի եկեղեցիները, Ստեփանակերտում գտնվող ազգային ժողովի շենքը։ Արցախում իր վարած մշակութային վանդալիզմի քաղաքականությանը զուգահեռ Բաքուն նորից ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ, պարտավորվելով պահպանել մշակութային հուշարձանները։ Անի Աբաղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Իսկ այս ամբողջի համատեքստում ձևափոխվում է հերոսի ու հերոսականության մասին պատկերացումները, ով պիտի այսօրվա հայ դպրոցականի հերոսի կերպարն ու հերոսականության դրսևորումը լինի, երբ պետական նարատիվն ասում է, որ հերոսը հարկատուն է, որը կատարում է պետության առջև իր պարտավորությունները, իսկ այդ պարտավորությունները սահմանափակվում են արդյոք միայն հարկեր վճարելով, հերոս չէ արդյոք հայրենիքի գոյության գաղափարի համար կյանքը նվիրաբերած մարդը, ինչպես պետք է այս երկու զուգահեռ իրականությունը ճիշտ մատուցել աշակերտին կամ ուսանողին, հերոսն ու հերոսականությունը կրթության մեջ, թեման փորձագետներն են քննարկել, որին ներկա է եղել իմ գործընկեր Անի Աբաղյանը։ Հարկ վճարողից պարտադրանքը հանիր, ոչինչ չի մնա, իսկ հերոսին չեն պարտադրում նվիրվել, ապրել, ստեղծել կամ զոհել ինչ-որ բան երկրի համար, կարծում է Կարին Տոնոյանը, որ 44-օրյա պատերազմում զոհված Մենուա Հովհաննիսյանի մայրն է։ Հերոսները պայքարի խորհրդանիշ են, իսկ մենք այսօր որդեգրում ենք պարտվողի հոգեբանություն, պարտվողի պահվածք եւ խաղաղություն մուրացողի պահվածք, իսկ մեր հերոսները այս հարցում հաստատ մեր դեմ են լինելու, ոչ թե մեր կողքին։ Ազգային հերոս Ավոյի 68-ամյակին ազգային կրթության խորհուրդը հերոսն ու հերոսականությունը կրթության մեջ խորագրով մշակութային աշխատաժողով էր հրավիրել։ Քանզի հերոսական մահից առավել դժվար է կյանքն հերոսական։ Աշակերտներ, ծնողներ, ուսուցիչներ ու հրավիրված քաղաքացիներ կային աշխատաժողովին։ Նրանցից Լուսինե Հարոյանը որդու պատկերացումների մասին է պատմում։ Ասում է, մուլտֆիլմերում հերոսների փնտրող որդին հաճախ է հարցեր տալիս. կան իրական հերոսներ մեր կողքին, ինչ տեսք ունեն, ովքեր են։ Մայրը որդուն խորհուրդ է տալիս հեռուներում, հեռուստացույցի ներսում չփնտրել նրանց։ Շատ բան չեմ ասում, կարևոր է ինչ է տեսնում ընտանիքում եւ ինչ է զգում։ Ավելի շատ ապրում ենք այդպես, քան որ խոսում ենք, չհաշված իհարկե պապիկի զրույցները, ազատամարտից առաջին։ Լուսինեի որդին Հայկը արդեն առաջին դասարանի աշակերտ է։ Ասում է, պապիկից լսած պատմություններով է մեծանում եւ հերոսների մասին պատմելուց զատ փորձում են նրանց պես ապրել։ Բարդ, բայց արդյունավետ է, կարծում է։ 12-րդ դասարանում սովորող Սերգեյն էլ ասում է, հետաքրքրություն պետք է ունենալ հերոսների ճանաչելու։ Օրինակ, ինքը չի շփվում այն մարդկանց հետ, որ գոնե Ավոյին չեն ճանաչում եւ չեն էլ ուզում ճանաչել։ Կեսկատակ, կեսլուրջ նշում է նա։ Տարիքի ընթացքում փոխվում է, բայց դե համենայն դեպս չենք կարող էլի իմ մոտ էլի նույն Մոնթեն է մնացել։ Նույն Մոնթեն Մելքոնյանն է իր ամեն ինչով, թե իր բնավորությամբ, թե իր արդարությամբ, թե իր ձգտումով։
Հերոսների անունները տալը նրանց մասին խոսել է համարձակ քայլ է դարձել, նշում է մանկավարժ Արմեն Ներսիսյանը։ Գործող իշխանությունը մի քաղաքականություն է որդեգրել, որը խեղաթյուրում է հերոսների նկատմամբ պատկերացումները, փորձում փոխել մարդկանց մտածելակերպը, կարծում է Ներսիսյանը։ Միտված է այս քաղաքականությունը մեր ինքնության դեմ, միտված է այս քաղաքականությունը մեր քաղաքական կոդի ոչնչացմանը, հետևաբար փոխելու են նաև հերոսները, որովհետև հերոսները իրենք ոչ միայն գործերի մասին են խոսում, իրենք ազգային, արժեքային, ոգեղեն, արխետիպային մտածելակերպի առանց են հանդիսանում եւ իրենց թողած ժառանգությունը ըստ էության պարկ է հանդիսանում յուրաքանչյուր սերնդի համար։ Հերոսներին արժևորելու համար ծնողների մտահոգությունը կարելի է փոխարինել հերոսների հետ երեխաներին ծանոթացնելով, օրական մեկի մասին պատմելով ու նրանց որակները երեխայի մեջ սերմանելով։ Ամեն մի ծնող իր ծնված զավակի մեջ երազում է տեսնել հերոսի։ Եվ բոլորովին այդ հերոսը միայն զոհաբերում չէ։ Իրականում հերոսը նվիրում է, իրականում հերոսը իր սեփական կամքով, իր ամբողջ էությամբ իր ազգին, իր ժողովրդին, իր հայրենիքին, մարդկությանը նվիրված մարդն է։ Արցախյան պատերազմի ամենահայտնի հերոսի անվան դեմ այսօր էլ վիրտուալ պատերազմ է հայտարարել Ադրբեջանն ու հասել համացանցում նրա անունն օգտագործելու արգելքին։ Բայց հավաքվածների համար նա մնում է հաղթանակի ու պայքարի խորհրդանիշը, իսկ իրական հերոսները սովորեցնում են ապրել անգամ մահվանից տասնամյակներ անց։ Անի Աբաղյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։ Ազգային ժողովում ընդդիմադիր Հայաստան խմբակցությունը լսումներ էր հրավիրել քաղբանտարկյալների իրավունքների թեմայով։ Ազգային ժողովի նիստերի դահլիճում կառավարության անդամների համար նախատեսված տեղերում քաղբանտարկյալների նկարներն էին։ Իշխանության ներկայացուցիչը լսումներին հետևում էր օթյակից, իսկ միջազգային հանրության ներկայացուցիչներն իրենց աշխատասենյակներից։ Միջազգային կառույցների ներկայացուցիչները մերժել են մասնակցելու հրավերը։ Ընդդիմադիր պատգամավորները դա որակում են հանցավոր լռություն ու անգործություն, որը կանաչ լույս է վառում գործող իշխանության համար ռեպրեսիաները շարունակելու։ Ցավոք այսօր միջազգային կառույցները խորը ճգնաժամի փուլում են գտնվում եւ մենք այդ կառույցների անգործությանն ականատես ենք եղել ինչպես 44-օրյա պատերազմի, Արցախի շրջափակման եւ էթնիկ զտման ժամանակ, այնպես էլ ականատես ենք լինում այսօր քաղբանտարկյալների հարցում լռության պարագայում։ Մեր միջազգային գործընկերներից շատերը նախընտրեցին ներկա չլինել այս դահլիճում եւ չլսել ու մոտիկից չծանոթանալ Հայաստանում ժողովրդավարության իրական վիճակի մասին։ Պետության հեղինակությունը գնահատվում է արդարադատությամբ, համոզված է քաղաքագետ Genesis Armenia ուղեղային կենտրոնի հիմնադիր տնօրեն Աբրահամ Գասպարյանը։ Նա շեշտել է, որ պետականամետ լինելու մասին հեքիաթներ պատմող իշխանությունը պիտի հիշի։ Պետությունն արժևորվում է այնքան, որքան պաշտպանում է նույնիսկ իր ընդդիմախոսների իրավունքները։ Գործող իշխանության արձագանքը կանխատեսել է, բայց չպետք է համակերպել փաստին, որ Հայաստանի բանտերում պահվող մտքի, խոսքի ու խղճի աշխարհիկ ու հոգևոր բանտարկյալները դատվում են նույն հոդվածներով, ինչ Բաքվում, Շինծու եւ Ապորինի դատվող մեր տղերքը։ Քաղաքական բանտարկյալների հարցը ոչ թե ընդդիմության կամ իշխանության խնդիրն է, այլ հասարակության բարոյական նկարագրի, քաղաքական հասունության, հեռանկար ունենալ չունենալու հարցն է, պետության արժեքային լակմուսի թուղթը։ Բագրատ arczepiskopos Գալստանյանն ուղերձ է հղել խորհրդարանական լսումների մասնակիցներին։ Այն ազգային ժողովի ամբիոնից կարդացել է Հայաստան խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։ Սրբազան ուղերձում կոչ է արել բոլոր նրանց, ում համար չկա անձնական հավակնություն եւ շահեր, համատեղ սիրո եւ միության ջանքերով համախոհ գործակցությամբ բոլոր եսերը մի կողմ թողնելով լծվել պետության ազատագրության գործին։ Ինձ համար մեկ բան չափազանց հստակ է, որ այս լսումները եւ նմանատիպ մյուս բոլոր գործողությունները ոչ թե իմ կամ մեր մասին են, այլ կալանավորված, շղթայված եւ թշնամական գերության մեջ գտնվող մեր հայրենիքի, մեր պետության ազատագրման մասին։ Իմ եւ մեր ազատությունը ոչ ոք չի կարող ոչ կաշկանդել, ոչ սահմանափակել, ոչ էլ նրանից զրկել։ Ազատությունն այնտեղ է, որտեղ Աստծո հոգին է։ Մենք գիտենք ինչու ենք կալանավորված, բայց միթե այլ կերպ հնարավոր էր։ Ի վերջո չարիքը պիտի պարտվի, որովհետեւ այն չի կարող պարզապես հաղթել արդարությանը, ճշմարտությանը, հաշտությանը եւ սիրուն, որոնց կարիքը մենք ունենք առավել քան երբևէ։
Նախկին նախագահները չպետք է մասնակցեն 2026-ի խորհրդարանի ընտրությանը, կարծում է Միասնության թևեր նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։ Նրա խոսքով Նիկոլ Փաշինյանը սնվում է նախկին նախագահներից։ Նա եկել է իշխանության հենց նրանց սխալների հետևանքով։ Թաթոյանը Փաշինյանին հունվարի 15-ին հրավիրել է բանավեճի, շեշտել, որ կարող է Պետրոս Ղազարյանին էլ կանչել, ինքն էլ հետևողական է լինելու, որպեսզի բանավեճը կայանա։ Միասնության թևեր նախաձեռնության ղեկավարի ասուլիսին Սեդա Մակարյանն է հետևել։ Պաշտոնաթող նախագահներ, որևէ մեկը չեք կարող երբեք գալ իշխանության։ Հայաստանը ոտքի կանգնեցնելու ուժեղ խաղաղ արդար պետություն դառնալու դեղամիջոցն ու բանաձևը գտել է Արման Թաթոյանը։ Ըստ նրա դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը զրկվի իշխանությունից։ Թաթոյանը գիտի նաև իշխանափոխության ճանապարհը։ Իմ խոսքը նաև ես ուզում եմ ուղղել նախկին նախագահներին, պաշտոնաթող նախագահներին, ասել, որ պարոնայք պաշտոնաթող նախագահներ, եթե դուք իսկապես ուզում եք, որպեսզի Նիկոլ Փաշինյանը պարտվի, ապա դուք չպետք է մասնակցեք 2026 թվականի ընտրությունների ընտրապայքարին։ Թաթոյանը վստահ է Հայաստանի Հանրապետության նախկին նախագահների պատճառով է Նիկոլ Փաշինյանը մինչև հիմա իշխանության։ Պնդում է Փաշինյանն ու իր իշխանությունը հենց նրանցից են սնվում։ Հայաստանի նախկին ՄԻՊ-ն այլընտրանք է առաջարկում նաև երկրում ստեղծված ատելության եւ վախի մթնոլորտին։ Մենք պետք է ունենանք ուժեղ պետություն, ուժեղ անվտանգություն, արդար երկիր։ Սա մեր գլխավոր բանաձևն է։ Խոսելով 2026 թվականի ընտրությանը միասնական ընդդիմադիր տեխնոծույով հանդես գալու տարբերակի մասին, Թաթոյանը կրկնեց. նախկին նախագահները չպետք է իրենց դեմքով մասնակցեն գործընթացին։ Նիկոլ Փաշինյանը վամպիրի պես, վամպիրը գիտենք ինչ է, վամպիրի պես սնվում է նախկին նախագահների ժամանակահատվածի հարցերից։ Վամպիրը պես սնվում է, ուժեղանում է եւ սկսում է արդեն ռեպրեսիաներ, չգիտեմ, այն խախտումները, որոնք անում է նրա քաղաքականությունը առհասարակ։ Այս սցենարի հնարավոր վտանգների մասին խոսելիս էլ Գյումրիի օրինակը հիշեցրեց։ Միաժամանակ խոստացավ, իշխանության գալուց հետո մարդկանց բանտեր ուղարկելու օրակարգ չի ունենալու։ Պետք է երկրում զարգանան ինստիտուտներ, դատական համակարգ, ապա մարմիններ, ցանկացած ինստիտուտ, որը կախված չլինի որևէ մեկի կամայական հայեցողությունից։ Ինչպես որ մենք այսօր ունենք, անձնիշ, ես հասկանում եմ, դուք հարցը տալիս եք այսօրվա փորձը հաշվի առնելով, այսօրվա կառավարության ղեկավարի նման քայլերը։ Դա նրանից է, որ մենք ունենք անձնիշխանություն եւ կուսակցապետություն։ Թաթոյանը նաև արտաքին քաղաքական հարցերի անդրադարձավ, կարևորելով թե Միացյալ Նահանգների, թե Ռուսաստանի հետ նորմալ հարաբերությունները։ Ակնհայտ է, որ մենք Ռուսաստանի Դաշնության հետ առաջնային պետք է լուծենք նրանց հետ այս իշխանության օրոք ձևավորված խնդիրները, որ կան։ Բաց, նստենք, խոսենք։ Մենք Ռուսաստանի հետ պետք է ունենանք արդյունավետ հարաբերություններ, ֆունկցիոնալ հարաբերություններ։ Ռուսաստանի հետ որևէ պարտավորությունից մենք չենք հրաժարվելու, այն ինչ որ կա։ Բայց մի կարևոր բան, մենք միայն Ռուսաստանից կախվածությունը, ինչը տարիներ շարունակ եղել է, կործանարար է մեր պետության համար։ Բանախոսը նաև պաշտոնապես հայտարարեց, պատրաստ է ստորագրել այն խաղաղության պայմանագիրը, որը բանակցել է Նիկոլ Փաշինյանը, եթե իհարկե այն առաջինը ստորագրի Ադրբեջանի նախագահը։ Բայց եկեք հենց մի հատ հասկանանք, այդ խաղաղության պայմանագիրը մեզ ինչ է տալիս, պահպանվում է, թե չէ։ Խաղաղության այդ կամ այսպես կոչված խաղաղության։ Ինչու եմ ասում, որտեղ դեռ ստորագրված չէ։ Ուրեմն տեսեք, ինչ է կատարվում։ Դեռ չստորագրված Ադրբեջանի նախագահը Ամերիկայի միացյալ նախագահի հետ հանդիպումից հետո դուրս է գալիս, միանգամից ասում է Հայաստանը պետք է փոխի իր սահմանադրությունը։ Այն պայմաններում, երբ այդ պայմանագրի մեջ գրված է, կողմերը չեն միջամտում իրար ներքին գործերի։ Որպես վերջաբան Թաթոյանը Նիկոլ Փաշինյանին բանավեճի հրավիրեց հունվարի 15-ին։ Հորդորեց միայնակ չլինելու համար իր հետ բերել Պետրոս Ղազարյանին եւ Բարարան, որովհետեւ ինքն անակնկալներ ունի Փաշինյանի համար։ Ասում է, պատրաստ է բանավիճել յուրաքանչյուր հարցի շուրջ։ Սեդա Մակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Մի քանի օր է ինչ Տավուշի Գեղարքունիքի մարզերում հրդեհներ են։ Մի քանի օր առաջ Ճամբարակի հատվածում էին շատ մեծ ցանքատարածություններ եւ անտառներ այրվում։ Այնուհետև կրակը տեղափոխվել է Տավուշի մարզ։
Ընդդիմադիր падգամավոր Գառնիկ Դանիելյանի խոսքով գիշերն իրեն թվում էր, թե վիճակն արդեն չի կառավարվում, քանի որ կրակը մեծ ուժգնությամբ մոտենում էր ներքևի հատվածներին, սակայն փրկարարների պայքարը տվել է արդյունք։ Անդրադառնալով պատճառներին Գառնիկ Դանիելյանն ասել է, որ անմեղության կանխավարկածը չխախտելով հիմնավոր կասկածներ ունի, որ այս ամենը պատահական բռնկված կրակ չէ։ Այն օջախները, որ կան, դրանք իրար հետ այդքան էլ կապված չեն, օրինակ նույն Կազաչի հանդամաս տարածքի այրվելը եւ այն հատվածում, որ ես էի ոլորանների մոտին, բավական իրարից հեռու են, ասենք այդ օջախները, որ կան, տարբեր օջախներ են եղել։ Անմեղության կանխավարկածը չխախտելով եւ չեմ ուզում հիմա գնահատականներ տան, որովհետեւ շատ նախնական կլինի եւ կարող է եւ այդքան էլ օբյեկտիվ չլինի, բայց ես ունեմ հիմնավոր կասկածներ իմ մեջ, հաշվի առնելով այդ իրավիճակը, ես այս ամեն ինչը տես պատահական բռնկված կրակ չեմ կարող համարել։ Այս վերջացնեմ խոսքս, այն որ այդ հրդեհները տարբեր տեղեր են, տարբեր հատվածներում են, ինձ հիմնավոր կասկած տալիս է, որ որոշակի առումով մարդկային ներգործություն է եղել, անզգուշություն է, դիտավորություն է, թե ինչ է, դի պարզի քննությունը, բայց այն, որ իմ խորին համոզում, դա իմ գնահատականն է, դա պատահական չի եղել, դա իմ կարծիքն է։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը հայտնում է, որ կանխել են հրդեհի տարածումը դեպի տներ եւ Դիլիջանի Լեռնային Հայաստան առողջարան։ Ըստ նախարարության ժամը 10:30-ի դրությամբ Դիլիջանի Կազաչի հատվածում բռնկված հրդեհը մեկուսացրել են, սակայն մյուս օջախներում աշխատանքները դեռ շարունակվում են։ Մեր նկարանող խումբն այսօր եղել է Դիլիջանում, խոսել բնակիչների ու տեղում աշխատող մասնագետների հետ։ Ռեպորտաժը կդիտենք հաջորդ թողարկմանը, իսկ հիմա դիտենք մեր տեսախցիկի ֆիքսած կադրը։ Այս ամենին զուգահեռ Երևանում վտանգավոր է դառնում շնչելը։ Երևանի կենտրոնում նոյեմբերի 17-ից 25-ը օդը թույլատրելի 4 անգամ աղտոտ է եղել։ Տեղեկացնում է հիդրոթերապևտաբանության եւ մոնիտորինգի կենտրոն ՊՕԱԿ-ը։ Օդի որակն այսօր այնքան վատն է, որ եղանակի հավելվածում խորհուրդ չի տրվում դուրս գալ վազքի։ Թեմային անդրադարձել է Անահիտ Սարգսյանը։ Երևանում օդը վերջին օրերին այնքան կեղտոտ է, որ հեռախոսների հավելվածներն են անգամ զգուշացնում չարժե դուրս գալ զբոսանքի։ Հիդրոթերապևտաբանության կենտրոնը լավ կանխատեսումներ չունի նաև առաջիկա օրերի համար։ Օդում ազոտի եւ ծծմբի երկօքսիդների կոնցենտրացիաները բարձր են եւ դեռ էլի կբարձրանան։ Բնապահպան Ինգա Զաֆարյանը Երևանում տեղակայված մոտ 11 կայանների ցուցանիշները համեմատում է ամառվա տվյալների հետ, երբ ինտենսիվ շինարարություններ են ընթանում։ Այդքան բարձր ցուցանիշ, ինչքան մենք ֆիքսել ենք այդ վերջի երկու շաբաթվա ընթացքում, մենք չենք ունեցել։ Հիմա ցուցանիշը հասնում է, չգիտեմ, 460, 490, սա ամենաբարձր ցուցանիշներից մեկը, եւ դա ոչ թե ամբողջ Երևանի վրա է տարածվում, այլ կոնկրետ մի քանի տեղ։ Օրինակ Արինչ, օրինակ Պարուսեվակի փողոցի մոտ տարածքը, Բաղրևանը եւ այլն։ Իսկ ինչպես եղավ, որ ձմռան շեմին օդն այսքան աղտոտվեց։ Տիգրան Ավինյանը բացատրում է, տերևն են այրում։ Երևանում ու Երևանից դուրս ծխում են դաշտ ու այգի, բակ ու փողոց։ Մի քանի տենց մեշոկ տերևը ուղակի թեկուզ աղբամանին չհասցնելու համար ուղակի բակում վառել եւ ամբողջ շրջակա միջավայրը թունավորել, դա նորմալ չի։ Դա նորմալ չի, պետք է ասել առաջին հերթին, որ դա նորմալ չի եւ պետք է արդեն սկսել դրա դեմ պայքարել, որովհետեւ մենք տեսնում ենք ամեն
նոյեմբեր ամսից սկսում է մեր օդի որակի վատ տարածումը։ Շրջակա միջավայրի նախարարության մամուլի խոսնակ Անի Հակոբյանն ասում է, որ մարդկանց իրազեկելու բազմաթիվ միջոցառումներ են իրականացվել։ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինները նույնպես զբաղվում են այս խնդրով։ Օրենքը կա, տուգանքը նույնպես, բայց խնդիրն ավելի խորքային է։ Օրենքը գործում է վաղուց, ինքը նոր օրենք չի, բայց այս դեպքում, ինչպես տերևների այրման դեպքում, այնպես էլ գյուղատնտեսական նպատակներով խոզանների այրումը մեր հասարակության մոտ կարծրատիպային շատ խորը նստած մոտեցում է, որ իրենք համարում են դա օգտակար է, վառում են, բայց պետք է ավելի շուտ աշխատել մարդկանց մոտեցման եւ այդ գիտակցության հետ։ Բնապահպան Ինգա Զաֆարյանն էլ բացատրում է, թե ինչու չի աշխատում օրենքը։ Օրենքը չի աշխատում, որովհետև վերահսկողությունը կամ չկա, կամ շատ թույլ է։ Այդ կան բան։ Իսկ հիմա ինչպես դա կիրականացվեն, թող նրանք մի քիչ ուրիշ ձևով մտածեն, չգիտեմ, բացատրական աշխատանք, մենք միշտ ասում ենք բացատրական աշխատանք, ոչ մեկտեղ չի տարվում այդ բացատրական աշխատանքը։ Մենք ասում ենք գյուղացին, ինքը ընդհանրապես հենց այնպես չի արվում։ Ինքը ընդհանրապես վերցնում է եւ ամբողջ տարածքը այրում է։ Բայց դրանով ոչնչացնում է ամեն մի միկրոօրգանիզմներ, որոնք մտնում են, որոնք բնակվում են հենց այդ գոհի վերևի շերտում։ Քաղաքապետ Ավինյանը հանձնարարել է մեխանիզմներ մշակել այս երևույթի դեմ պայքարելու համար։ Երբ որ մենք անընդհատ խոսում ենք շինարարական փոշուց եւ դրա դեմ պայքարում ենք, դա անգամներով մոտ 3-ից 5 անգամ ավելի նվազ վնասակար է։ Բնապահպան Սիլվա Ադամյանը նշում է, որ այս մշակույթն այնքան է արմատացած Հայաստանում, որ նույնիսկ սահմանված 50,000, իսկ պաշտոնատար անձանց դեպքում 200,000 դրամ տուգանքը չի զգաստացնում։ Բնապահպանն իր աչքերով տեսածն է պատմում։ Ես ինքս ականատես եմ եղել, վերջերս վերադառնում էի ուրեմն Դիլիջանից եւ ճանապարհին մինչեւ ավազի հանքերը հասնելը, ես այսպես մուխ էլ կանգնած այդ գյուղերի անունը ես չգիտեմ անկեղծ ասած, բայց այդ Սևանի ճանապարհը ավազի հանքեր կա, մինչեւ այդ գյուղեր կան սենց կորսի մեջ, ամբողջը մուխ ու ծուխ է, սենց ուշադիր նայեցի, տեսա, որ ոչ թե տանիքներից է այդ ծուխը դուրս գալիս, այլ բակերից։ Երևանի շնչառություն նոր օրից անրանում է, ծուխը ցրվում է, բայց թողած հետևանքը մնում է մեր թոքերում, մեր երեխաների շնչառության մեջ, մեր ապագայի վրա։ Մասնագետներն ասում են, մարդկանց գիտակցությունն է պետք բարձրացնել։ Շատերը դեռ չեն գիտակցում, որ իրենց բակի անմեղ կրակը լուրջ վտանգ է պարունակում, իսկ լուծումն այնուամենայնիվ պետության դաշտում է, վերահսկողական գործառույթն իրականացնել է պետք։ Անի Աբաղյան, Անահիտ Սարգսյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Միջազգային լրահոսից դաշտ է սպրդել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իր եւ Պուտինի օգնականների գաղտնի զրույցը։ Դա ստանդարտ պրակտիկա է։ Ուիտկոֆը պետք է վաճառի Ուկրաինան Ռուսաստանին։ Այդպես է վարվում գործարք կնքողը, ասել է Թրամփը։ Հիշեցնեմ, որ Bloomberg-ը հրապարակել է երկու զրույցի սղագրություն։ Մեկը Ուիտկոֆի եւ Ուշակովի, մյուսը Դմիտրիևի եւ Ուշակովի միջև, որի ժամանակ ասել են, որ Ուիտկոֆը խորհուրդ է տվել Ուշակովին, ինչպես պետք է Ռուսաստանի Դաշնության նախագահը քննարկի խաղաղության գործընթացն իր ամերիկացի գործընկերոջ հետ։ Իսկ Ուկրաինայի զինված ուժերը մինչև 2025 թվականի ավարտը կստանա մինչև $5 միլիարդ զենք։ Հյուսիսատլանտյան դաշինքի եւ Միացյալ Նահանգների Ուկրաինայի առաջնահերթ պահանջների ցանկ նախաձեռնության շրջանակում հայտարարել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ Ուկրաինան ամսական ստանում է մոտավորապես $1 միլիարդ զենք։ Այս տարվա վերջին մենք կհասնենք մոտավորապես $5 միլիարդ, ասել է ՆԱՏՕ քարտուղարը։ Եվ վերջում, Հունաստանում վարվել է 2026 թվականի օլիմպիական խաղերի կրակը, հանդիսավոր հանձնելով առաջին ջահագրին 2024 թվականի օլիմպիական խաղերին թիավարության մարզաձևի բրոնզե մեդալակիր Պետրոս Գայդացիսին։ Նա բացել է նորյա էստաֆետը, որին կմասնակցի մոտ 450 մասնակից։ Երթուղին կանցնի Հունաստանի տասնյակ քաղաքներով, այդ թվում Բիրկոս, Պատրա, Սալոնիկ եւ Աթենք։ Απόλλωνα, Θεέ του ήλιου και της ιδέας του φωτός, έστειλες τις ακτίνες σου και άναψες την ιερή δάδα για τις φιλόξενες πόλεις Μιλάνο και Κορτίνα και εσύ.
Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում ու TikTok-ում, կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ Ժամը 21-ին եթերում կլինի լուրերի ամփոփիչ թողարկումը, կհանդիպենք առայժմ։